Փառք ենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Դու միայն գառնուկ ես, արժանի ես, առնելու փառք և օրհնություն, քեզանով ենք մենք ապրում, դու միայն գառնուկ ես, արժանի ես, առնելու փառք և օրհնություն, քեզանով ենք մենք ապրում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Ինչ պիտի գովեմ ես, Տեր Հիսուս քեզ, գթությանս սիրուդ համար, որ փրկում ես անդադար, ինչ պիտի գովեմ ես, Տեր Հիսուս քեզ, գթությանս սիրուդ համար, որ փրկում ես անդադար, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Հուսով եմ, որ հիշում եք, որ վերջերս 12 քարոզախոսությունների շարք ունեցանք թվերը Աստծո խոսքի մեջ և վերնագրեցինք առեղծվածային թվեր և Աստված շատ ու շատ գաղտնիքներ բացեց, խորհուրդներ բացեց, որ կարծում եմ, որ օրհնաբեր էր, այդ վկայություններն էլ ունեցանք, այսօրվանից մեկ այլ քարոզների շարք ենք սկսելու։ Գույները Աստծո խոսքի մեջ, դրանց նշանակությունը, ընթացքում նաև հոգևոր խորհուրդների մասին կխոսենք, այլ կերպ ասած, խորհրդավոր գույներ, colors, սվետա, Աստծո խոսքի մեջ գույների մասին
առաջի անգամ հիշատակվում է Ծննդոց 9-րդ գլուխ եւ 13 համարում։ Մի քանի գույներ մեկտեղած։ Եվ դա ծիածանն է, rainbow, ռադուգա։ Եվ այդ ծիածանը Աստված դրեց որպես իր եւ մարդկության մեջ եղող ուխտը, ուխտի նշան եղավ դա, որ այլևս Աստված ջրեղեղով մարդկությանը չպիտի կործանի, այլ Պետրոս Առաքյալը մեզ բացում է գաղտնիքը, այլ ինչ պիտի լինի, երկրորդ նամակ 3-րդ գլուխ 6-7 համարներ։ Երկիր ու երկինք պահված է կրակով պատժելու համար։ Երկիրը հասկացանք, երկինքը ինչպես պիտի պատժի։ Ինչպես գիտենք, 3 երկինքներ կա, առաջինը միջև օզոնային շերտն է, եւ երկրորդ երկինքը աստղային շրջանն է, երրորդը Աստծո թագավորությունն է, անհասանելի, միայն նրանք ովքեր որ այնտեղ պիտի գնան, նրանք պիտի հասնեն։ Առաջի եւ երկրորդ երկինքները լեցուն են սատանայի հրեշտակներով, նրանք վխտում են, այսինքն իրենց ներկայությամբ պղծել են այս երկինքները, Աստված այդ ամենը պիտի ազատագրի։ Ծիածանը քանի գույն ունի, 7 գույն ունի։ Եթե տեսնեք 6 գույն, ասենք դրոշակ տեսնեք, մեկը 6 գույն վերնաշապիկ է հագել եւ այլն, ինչ նշան է դա։ Համասեռամոլների նշանն է դա։ Իրենք ընդօրինակել են, բայց միայն մնացել է 6 գույնը։ Այդ կերպով է տարբերվում։ Ուրեմն կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն, երկնագույն։ Անանիա Շիրակացին ծիածանը անվանել է որպես աստվածակամար, գեղեցիկ է, չէ՞։ Ծիածանի մասին մի քանի զավեշտալի բաներ։ Հին հունական առասպելաբանության մեջ ծիածանը երկնքի ու երկրի միջև ընկած ճանապարհն է եղել, որի վրայով քայլել է Իրիդան, աստվածների լրաբերը։ Աստուն լուր է տանում, այսինքն իրենց աստվածները տեղյակ չեն, լուր տանող բերող է։ Չինաստանում կարծում են, որ ծիածանը երկնային վիշապ է, իրենց ամեն ինչը վիշապ է։ Հա? Սուշի են պատրաստում, վիշապ է, ամեն բան։ Երկինքի ու երկրի կապը հանդիսանում է այդ վիշապը։ Սլավոնական առասպելների մեջ ծիածանը համարվում է կախարդական երկնային կամուրջ, ճանապարհ, որով հրեշտակներն իջնում են երկիր, գետերից ջուր հավաքելու։ Այդ ջուրը նրանք լցնում են ամպերի մեջ եւ այդպես առաջանում է անձրևը։ Հեթանոսական անմտությանը չափ չկա։ Իսկ աֆրիկացիները կարծում են, որ ծիածանը երկնքի հսկայական օծն է, որ գալիս է երկրի գանձերը գողանալու։ Ծիածանը գողել դուրս եկավ։ Սերբերն ու մակեդոնացիներն էլ հավատում են, որ եթե մեկ անցնի ծիածանի տակով, սեռափող կլինի։ Այսինքն տղան քայլեց, անցավ, կդառնա աղջիկ, կամ աղջիկը քայլեց, անցավ, կդառնա տղա։ Այդպիսիներին հիասթափեցնենք, անկարելիություն է ծիածանի տակով անցնել։ Միլիոնավոր մղոններ էլ գնաս, այդ ծիածանը կա, մնում է, հնարավոր չէ, հասանելի չէ։ Բայց սեռափողները թող ուշադրություն դարձնեն, միգուցե սա մի հնարավորություն է իրենց առանց վիրահատական միջոցների սեռը փոխելու։ Ծննդոց 37-ի 3-ում գրված է Հակոբ նահապետը իր բոլոր որդիներից ավելի էր շատ սիրում Հովսեփին։ Ինչու՞։ Այս ինչ կողմնապահություն է, որովհետև Հովսեփը հանդիսանում էր իր սիրելի կնոջ Ռաքելի զավակը, եւ մյուս զավակը ով էր, Բենյամինն էր։ Ինչ արավ Հակոբը այդ իր սերը ցույց տալու համար, որ մյուսներից ավելի շատ է սիրում, բազմագույն պատմության շինեց Հովսեփի համար։ Այսինքն մի քանի գույներից պատրաստված։ Ելից 28-րդ գլուխ եւ 15 համարում կարդում ենք.
Քահանաները լանջապանակ ունեին, breastplate, 12 քարերով, որ ամեն մեկ քարը մեկ ցեղն էր նշանակում, բայց դրանք ինչ հագուստի վրա էին, այդ հագուստը պատրաստված էր ոսկե, կապուտակ, ծիրանագուն եւ կրկնակի կարմիր քթանե, linen անգլերենով, դրանից էր պատրաստված։ Ձեզ ենք բերում գույներ, որոնք մի քանիսն են Աստծո խոսքի մեջ միաժամանակ։ Ելից 36-րդ գլուխ անապատի խորանի վարագույրները կարմիր, կապույտ, ծիրանագույն են։ Կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը այդ գույներն է կրում։ Եվ եթե նայեք, տարբեր երկրների դրոշներ տարբեր գույների համակցություն ունեն միմյանց հետ։ Առաջին գույնը, որի մասին այսօր պիտի խոսենք, ենթադրեք, չենթադրեցիք, կանաչ գույնն է, green, zilionny, ինչ Զելենսկի, zilionny, Սիրում եք կանաչ գույնը, ազնապես ես սիրում եմ, որտև կյանք է խորհրդանշում, ոմանք կանաչը սիրում են, որտև հատուկ վերաբերմունք ունեն, որովհետև դոլարը կանաչ գույնի է, բայց այդպիսիներին պիտի հիասթափացնենք, որովհետև 50-անոցը և 100-անոցը այլևս կանաչ չէ, ուրեմն թող իրենց միտքը փոխեն։ Կանաչ գույնը Աստծո խոսքի մեջ գործածված է 44 անգամ, Երեմիայի մեջ 6, Ղևտացիների, Հոբի և Սաղմոսների մեջ 4 անգամ, մյուս գրքերի մեջ 1, 2 կամ 3, Rannon, եբրայերեն Rannon բառն է, որ նաև անգլերեն թարգմանվում է verdant, ոչ միայն կանաչ, այլ ծաղկունք, հետաքրքիր է։ Կանաչ գույնի ալիքային երկայությունը wavelength 495-ից 570 նանոմետր է, պիտի ասեք, այս ինչ է, նանոմետրը ամենափոքր մասնիկների չափման միավոր է, ատոմը, մոլեկուլը, այդպես է չափվում, և նանոմետրը կազմում է մետրի 1 միլիարդ մասը, այսինքն 1 նանոմետրը հավասար է 10-9 աստիճանի, այսինքն որպեսզի ստանանք պատկերը, մեկը պիտի բաժանենք 10 կողքը 9 հատ 0, այդ ստացած թվով են որոշում։ Եվ ուրեմն կանաչ գույնը ալիքային իր երկարությամբ գտնվում է ճիշտ կենտրոնում մանուշակագույնի violet կամ violet, չէ, մենք մի քանի քույրեր ունենք violet անունով, 380-ից 450 նանոմետր և կարմիրի միջև է գտնվում 625-ից 750։ Աստծո ստեղծած բնության մեջ կանաչ գույնը տիրապետում է։ Կարդում ենք Ծննդոց առաջի գլուխ և 11 համար։ Աստված ասավ. երկիրը կանաչ խոտ թող բուսցնե, սերմ տվող խոտ և իր տեսակի պես պտուղ տվող պտղաբեր ծառ, որ իր մեջ իր սերմը ունենա երկրի վրա և այդպես եղավ։ Նաև 30 համարը։ Ու երկրի բոլոր գազանների ու երկնքի բոլոր թռչուններին ու երկրի վրա կենդանության շունչ ունեցող բոլոր սողուններին կերակուրի համար կանաչ խոտ տրվի։ Ուրեմն տեսնում ենք Աստված, երբ որ ստեղծագործություն արավ, բոլոր կենդանիները խոտակեր էին, մեղքի պատճառով նրանք գազան դարձան, ժանիքներ աճեց նրանց, սկսեցին հոշոտել մեկը մյուսին։ Կանաչ գույնը Աստծո խոսքի մեջ խորհրդանշում է կյանքը, պտղաբերությունը, fertility, վերականգնումը, restoration, հարությունը, resurrection, անմահությունը,
immorality, այս բաներն է խորհրդանշում կանաչը Աստծո խոսքի մեջ, եղևնին, pine tree, մշտադալար է, ամառ, ձմեռ կանաչ է, դրա համար էլ այն ընտրվել է, որպես հավիտենականության խորհրդանիշ, որպես նոր կյանքի խորհրդանիշ եւ կոչվում է Christmas tree, չէ՞, ծննդյան ծառ, խորհրդային միությունում այն տոնածառ էր, բայց մեզ համար ծննդյան ծառ է։ Դավիթ թագավորի վերջին խոսքերը։ Միգուցե ընթացքի մեջ տեսնեք, որ մի նյութից ուրիշ նյութ ենք անցնում, բայց ձեր մտքի մեջ պահեք, մենք կանաչ գույնի մասին ենք խոսում։ Հետևաբար, տարբեր տեղերից պիտի օգտվենք եւ ձեզ բերենք։ Երկրորդ թագավորաց, որ անգլերենով Second Samuel-ն է, 23-րդ գլուխ 2-ից 4 համարները։ Դավիթ թագավորի վերջին խոսքերն է, այսպես է գրված. Տիրոջ հոգին ինձ մով խոսեցավ, ու անոր խոսքը իմ լեզվիս վրա էր։ Իսրայելը Աստվածը սավ, ու վեմը ինձի խոսեցավ ասելով. մարդկանց վրա իշխողը թող արդար լինի, ու Աստծո վախով իշխե, Աստծո սրտի համեմատ մեկը անպայմանորեն ինչպես պիտի իշխե արդար ձևով եւ Աստծո վախով, այն ատեն նա առավոտյան լույսին կնմանի, ու արևի ծագած ատենը կերևա, այնպիսի առավոտիմը, որ առանց ամպի է, ու արևի ճառագայթին, որ անձրևի ետքը գետնեն կանաչ խոտ կբուսցնե։ Այսինքն այդպիսի թագավորը, որ արդարությամբ եւ աստվածավախությամբ է առաջնորդում իր երկիրը, իր ժողովրդին, կանաչ խոտի պես պիտի բուսնի։ Ամենահարարայց Սաղմոսը որն է։ Բոլորդ համաձայն եք, Սաղմոս 23-ը։ Տերը իմ հովիվս է, ես բանի մը կարոտություն պիտի չունենամ, ինձ խոտավետ արոտների մեջ կպարկեսնե, հանդարտ ջուրերի մոտ կառաջնորդե եւ ինչ կնե հոգիս կնորոգե։ Ինչպես որ հովիվը իր հոտին կերակրելու համար տանում է փարթամ բուսականության մեջ, չէ, որ կերակրվեն, փարթամ լինեն։ Եթե չուտեն կսատկեն, թեր սնվեն, հիվանդ կլինեն։ Հետևաբար փարթամ բուսականության տեղ, որպեսզի կուշտ ուտեն, դա է նպատակը։ Մեր երկնային հովիվն էլ մեզ իր առատ բուսականությանը առաջնորդում է կերակուրի, որ հավիտենական է եւ առատությամբ է տվել, որովհետեւ գրված է մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով։ Անշուշտ Աստծո հոտին կերակրելու համար շատ կարևոր հանգամանք է եւ այս պատասխանատվությունը կրում են բոլոր քարոզիչները, որ Տիրոջ առջև նրանք պատասխան պիտի տան, թե արդյոք հոտին կերակրեցին, թե ոչ։ Եթե մեր կենտրոնացումը Քրիստոսի անձը եւ կատարած գործն է եւ հարակից բոլոր բաները, որ Քրիստոսի անձի շուրջն է, պատտվում, դա է ճշմարտությունը։ Բայց եթե լսելու լինեք անձնական պատմություններ, մեկ նախադասություն ասեցիր անցար, բայց ծանրանաս անձնական պատմություններ, այնպես որ բեմերից մարդիկ իմանան իրենց ընտանիքների պատմությունը, կինս է սարավ, երեխաս է սարավ, այդտեղ Քրիստոս կփառավորվի, կամ հոգեբանություն, psychology, մեր անհավատ հոգեբաններ կան շատ ավելի օգտակար գործ կարող են անել։ Երազատեսիլքային սինդրոմը գլուխ առել եւ գնում է։ Ով երազ տեսավ, ասում են, ես երազ եմ տեսել, արի պատմի։ Երազը պատմեց, մեկն էլ ելնում է գուշակ է։ Նա էլ ասում է, քանի որ ես երազը տեսար, սա է նշանակում։ Ու սատանան այդպես խաբել է։
Այս ամբողջ գիրքը, Սուրբ գիրքը, անձ է, Հիսուս Քրիստոս ինքն է, բանը Աստծո խոսքը, հավիտենական խոսք։ Հավատացյալը առողջ հոգևոր հասակի հասնելու համար առողջ բազմազան հոգևոր կերակուր պիտի ստանա։ Կանաչ նշանակում է նաև նոր կյանք, հարուցյալ կյանք։ Եկեք կարդանք Սաղմոս 92-ից 11-ից 14 համարները։ Եվ իմ աչքերս թշնամիներուս կորուստը տեսան, իմ ականջներս ինձի դեմ ելլող չարագործներու կրած պատիժը լսեցին, արդարը արմավենու պես պիտի ծաղկի, Լիբանանի եղևնի պես պիտի մեծնա, Տիրոջ տան մեջ տնկվածները մեր Աստծո սրահներու մեջ պիտի ծաղկեն, ծերության ատեն էլ պտուղ պիտի տան, պարարտ ու կանաչ պիտի մնան։ Որպեսզի պատմեն, թե Տերը ուղիղ է, անիկային վեմս է և նրա մոտ բոլորովին անիրավություն չկա։ Ուրեմն ծերության ժամանակ էլ պտուղ պիտի տան, այսինքն տարիքը մեծացավ, ծերացավ, բայց պտուղ է տալիս, ինչպես։ Հիմա մի օրինակ ձեզ բերեմ, այդ անձնավորությունը այստեղ չէ, դրա համար էլ օրինակը կբերեմ։ Մեր սիրելի Հայաստան քույրը 96 տարեկան է և իրեն շենքում բոլորին Աստծո խոսքը վկայել է, անխտիր, հավաքական կամ անհատական, և շատերը այսօր խուսափում են նրան տեսնեն, որովհետև գիտեն խոսակցության նյութը միայն Աստծո խոսքը պիտի լինի։ Աստված իր միջոցով գործ է անում։ Լավ, հիմա պիտի ասեք, լավ, լսեցին, եթե խուսափում են, ուրեմն չեն ապաշխարել։ Այդ ինչ պտուղ է։ Այո, պտուղ է սա։ Եսայի 55:11 Աստված է ասում. Իմ բերանից ելած խոսքը ինձ պարապ պիտի չդառնա, այլ անպայման պտուղ պիտի տա։ Մենք չէ որ մարդկանց պիտի համոզենք, քավլիցի։ Համոզողը Սուրբ Հոգին է, բայց մենք կանչված ենք Աստծո խոսքի սերմերը տարածելու, աջ ու ձախ, հարմար պայի, խորագիտությամբ և իմաստությամբ ու աղոթքով, այդ բան անենք։ Հայաստան քույրը իր գործը անում է։ Ովքեր որ ընդունեցին, նրանց փրկության համար կծառայի, ովքեր որ մերժում են, նրանց դատապարտության համար վկայություն պիտի լինի։ Ծերության ատենն էլ պտուղ պիտի տան։ Սաղմոս առաջինը հանրայետ է իր մեջ պարունակող հակադրությամբ, կոնտրաստ կա մեջը։ Եկեք կարդանք Սաղմոս առաջի 3 համարները։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, այսինքն նրանց խորհուրդներով չի առաջնորդվում, ու մեղավորների ճամփի մեջ չի կենար, այլ կերպ ասած, նրանց կյանքով չի, որ ապրում է, ու ծաղր ընողների նստած տեղը չի նստիր, հապանոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է և ցորեկ ու գիշեր անոր օրենքի վրայով կմտածի։ Անիկա ջրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լա, որ իր ժամանակին պտուղը պիտի տա, հոգևոր պտուղը, և անոր տերևը պիտի չթափթփի, և ինչ որ ընե պիտի հաջողի։ Այսպես չեն ամբարիշտները, հապա մղեղի պես, որ հովը կցրե։ Ասոր համար ամբարիշտները դատաստանի մեջ պիտի չկրնան կենալ, ոչ ալ մեղավորները արդարներու ժողովի մեջ, վասնզի Տերը կճանչնա արդարների ճամփան, բայց ամբարիշտների ճամփան պիտի կորսվի։ Մեծ կոնտրաստ ենք տեսնում հավատացողի և չհավատացողի միջև, թե ապագայում ինչ է նրանց սպասում։ Իսկ
հաջողելու գրավականը որն է, որ ամեն ինչ որ արվում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ արվի։ Երբ որ Սուրբ Հոգին ներշնչում է, ներգործում է, Հիսուս հետևյալ ասաց Հովաննես 15:5 առանց ինձ բանը չեք կրնալ ընել։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ես պիտի ներգործեմ։ Մենք կարող ենք շատ բաներ անել, բայց դրանցից շատ ու շատ բաները կարող են Աստծո փառքին չծառայել, որովհետև Սուրբ Հոգու առաջնորդությամբ չեղան դրանք։ Աստծո սրբազան խոսքը չափորոշիչն է իմանալու։ Աստծո խոսքի համաձայն է սա, Սուրբ Հոգու ներգործությամբ է թե ոչ։ Աստծո խոսքը չափորոշում է, մեզ սովորեցնում է։ Ուրեմն բուսականություն, vegetation, կանաչել, կանաչ մնալու, առավել ևս փարթամանալու համար խիստ անհրաժեշտ է ինչը, ջուրը։ Լինի մարդու կողմից ջրված կամ բնական անձրևով թրջված եւ փարթամացած այդ կանաչեղնը։ Հարավային Կալիֆոռնիան աչքի է ընկնում իր չորությամբ, մանավանդ ապրիլ ամսից մինչև հոկտեմբեր ընդհանրապես անձրև չի տեղում, վերջին տարիներին անգամ ձմեռվա շրջանին էլ շատ սակավա ջուր է, շատ տեղումներ չկան, նաև հիշում եք անցյալ տարի տեղի ունեցած այդ հրդեհները, որոնք չորության հետևանք էին, անշուշտ քամիներն էլ իրենց գործը արեցին, այս տարի առատ տեղումներ եղան, չէ՞։ Եվ հրաշալի է տեսնել ամենուրեք կանաչ, լեռները ծածկված փարթամ բուսականությամբ, ամեն առավոտ երբ որ Փասադենա աշխատանքի եմ գնում, ձախ կողմից վրա տեսնում եմ, չէ՞ որ ամիսներ շարունակ դրանք դեղին էին, հիմա կանաչ են, ոչ միայն կանաչ, փարթամացած են եւ նաեւ ծաղիկներ է բացված, հրաշալի է ուղղակի։ Հավատացյալն էլ հոգեվորապես պիտի ջրվի, որպիսի փարթամանա։ Ինչ է հիշացնում այս արտահայտությունը ջրվել։ Եկեք դիմենք Աստծո խոսքին։ Կորինթացիների նամակում Պողոս առաքյալը հետևյալն է գրում, առաջին նամակ 3-րդ գլուխ 6 համարից։ Պողոս ասում է. ես տնկեցի, Ապողոսը ջրեց։ Ինչ է Պողոս առաքյալ, էդի ծառ եք աճեցնում։ Ես տնկեցի, հիմքը դրեցի Աստծո խոսքով։ Ապողոսը հավելյալ ջրեց, որպիսի այդ հավատքը մեծանա, հավատքի ծառը աճի։ Ուստի ոչ տնկողը մի բան է, ոչ էլ ջուր տվողը, հապա Աստված է, որ աճեցնում է, բայց այդ ջրելը անպայմանորեն պիտի լինի։ Հիսուս հանդիսանում է կենաց հացը, նաև Հիսուս հանդիսանում է կյանքի ջուրը, ամեն օր հավատացյալը պիտի ունենա հոգևոր անօթություն եւ հոգևոր ծառավ եւ Աստծո խոսքը պիտի ծառայի այդ ծառավը եւ անօթությունը հագեցնելու համար։ Շատ կարեւոր է։ Եվ հետաքրիր է Սաղմոս 2-ն մեզ օրինակ է բերում, որ կարող ենք մեր կյանքերի մեջ գործածել։ Սաղմոս 42-ի 1-ը կարծում եմ շատերի ծանոթ է։ Ինչպես եղջերուն ջրի վտակներին կփափագե, որտեղ ծառավ է, այնպես էլ իմ անձս քեզ կփափագի, ով Աստված, հոգիս ծառավ է Աստծո, կենդանի Աստծո, մեր հոգիները ծառավում են Աստծուն, հա, մենք փափագում ենք եղջերուի պես, Աստծո ջրի, հորդարած ջրի գետերին, մենք փափագում ենք արդյոք։ Երբ որ Տեր Հիսուս Սամարացի կնոջ հետ խոսում էր, այդ կինը եկել էր, որ ջուր տանի, որովհետև միակ միջոցը դա էր, ջրորից երկար ճանապարհ կտրելով պիտի գար ջուր տաներ, Հիսուս նրա հետ խոսեց
հետևյալ խոսակցությունը եղավ, միայն երկու համար պիտի կարդանք, գիտեք պատմությունը, Հովհաննես 4 գլուխ 13-14 համարներ։ Հիսուս այդ կնոջը ասավ. ամեն ով որ այս ջրից խմի, նորից պիտի ծարավի։ Հիմա մենք մեր մարմինները հագեցնելու, մեր ծարավը հագեցնելու համար ջուր ենք խմում։ Օրական մի քանի բաժակ ենք խմում այդ ջուրը, չէ՞։ Չխմենք, կսկսենք ծարավել եւ մեր մարմնին խիստ անհրաժեշտ է ջուրը։ Բայց նա որ խմի այն ջրից, որ ես նրան պիտի տամ, հավիտյան պիտի չծարավի։ Այն ջուրը, որ ես նրան պիտի տամ, պիտի լա նրան ներսիդին ջրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Եվ Հիսուս հետևյալ խոսքն էլ ասավ Հովհաննես 7-րդ գլխում, եկեք կարդանք, Հովհաննես 7-րդ գլուխ եւ 37 համարից։ Տոնի վերջին օրը Հիսուս կանգնել էր եւ կաղաչեր ու կսեր. Եթե մեկը ծարավե, ինձ թող գա ու խմե։ Այստեղ ինչ կա? Մարդկային պատասխանատվություն։ Եթե ծարավես, արի, Հիսուս ինքը հրավիրում է։ Ոմանք եկան, շատերը մերժեցին։ Ուրեմն ազատ կամքի արկայություն կա այստեղ։ Նա որ ինձ հավատա, ինչպես գիրքը կսե, նրա փորից կենթանի ջրի գետեր պիտի բխին, եւ սա ասավ Սուրբ Հոգու համար, որ իրեն հավատացողներին պիտի տրվեր։ Հիսուս ամեն ճշմարիտ հավատացյալին, ի նկատի ունենք հավատացյալ, որ ապաշխարած է եւ Սուրբ Հոգին նրան այցելել է, Սուրբ Հոգիով կնքված է հավիտենական կյանքի համար, Հիսուս իր վրա է հաստատել, դրանով ապահովելով մեր հարություն առնելը։ Մենք մեռած էինք մեղքերի մեջ, հարություն առանք արդեն, բայց նաև պիտի հարություն առնենք հավիտենական կյանքի համար։ Ուրեմն այս ապահովագրությունը Հիսուսի մեջ է։ Նաև մեր անմահությունը, թեև մեռնենք, պիտի ապրենք եւ հավիտյան պիտի ապրենք։ Հիսուսի վրա հաստատվել նշանակում է հարատև կանաչ լինել։ Հիսուսի վրա հաստատվել նշանակում է պտղաբեր լինել։ Ովքեր որ կանաչ չեն, նշանակում է Քրիստոսով կենթանացած չեն, կտրվելու եւ այրվելու ենթակա են, սա ամենասարսափելի բանն է։ Եկեք այդ տողերը կարդանք, որ Տեր Հիսուս ասաց որդատունկի վերաբերյալ, Հովհաննես 15-րդ գլուխն է սա, առաջի համարից։ Ես եմ ճշմարիտ որդնատունկը եւ իմ հայրս մշակն է։ Ամեն ճյուղ, որին վրաս է եւ պտուղ չի բերեր, կկտրե զանիկա։ Հիսուս շատ հաճախ երկրավոր բաների օրինակով էր խոսում, որ մարդիկ հասկանան։ Հիմա նրանք, ովքեր որ լավ հասկանում են գյուղատնտեսությունից, գիտեն, օրինակ ծառերը, երբ որ աճում են, որ ճյուղերն են, որ պտուղ չպիտի տան։ Այդ բանը շատ լավ գիտեն, էտել է կոչվում, չէ՞։ Կտրում են այդ ճյուղերը, որովհետև անպիտան են դրանք։ Նա որ պտուղ կբերե, կմաքրե զանիկա, եթե վրան որդեր հայտնվել են, որպեսզի ավելի պտուղ բերե։ Այս նույնը հոգևոր կերպով Աստված մեզ իր խոսքով մաքրում է։ Աստծո խոսքը դեղ է, Աստծո խոսքը մեզ համար մեր հոգիների մաքրությունն է, մեր մեղքերից ազատագրումն է, ամեն բանի դեղ ու դարմանը Աստծո խոսքն է։ Կմաքրե զանիկա, որպեսզի ավելի պտուղ բերե։ Դուք հիմա մաքուր եք այն խոսքով, որ ձեզ խոսել եմ, որպեսզի մեզ մաքրե ավազանի ջրով, խոսքով, Հիսուսի կյանքը այդպես զոհեց մեզ համար։
Իմ մեջս կեցեք եւ ես էլ ձեր մեջ։ Սա գլխավոր կետն է, այս ամբողջ կարդացածի, այս կարելի է ասել բանալին է։ Իմ մեջ կեցեք եւ ես էլ ձեր մեջ։ Հիմա ինչպես պիտի մնանք Հիսուսի մեջ։ Հիսուս երկնքում է, գահին է, մենք իր մեջ ինչպես մնանք։ Երբեք մի վարքյան անգամ չմոռանանք, որ այս խոսքը հենց Հիսուս իր անձն է ներկայացնում։ Իրենով Հայրը եւ Սուրբ Հոգին մեկտեղ են։ Հետևաբար, խոսքի մեջ մնալ նշանակում է Հիսուսի մեջ մնալ, նշանակում է Սուրբ Հոգու մեջ մնալ։ Ինչպես ճյուղը չի կրնար ինք իրենից պտուղ բերել, եթե որդհատունքի վրա հաստատված չլա։ Ճյուղը կտրի, ինք իրենից պտուղ կբերի, չի բերի։ Եթե որդհատունքի չսնվի ինքը, իսկ որդհատունքը ինչ է անում, հողից վերցնում է այդ սնունդը եւ մատակարարում է ճյուղերին, ճյուղերի վրա առաջանում են տերևներ, հետո էլ պտուղն է հայտնվում։ Եթե որդհատունքի վրա հաստատված չլա, նույնպես էլ դուք չեք կրնար, եթե ին վրաս հաստատված չլաք։ Ես որդնատունքն եմ եւ դուք ճյուղերն եք։ Նա, որ ին վրաս հաստատված է եւ ես նրա վրա, նա շատ պտուղ պիտի բերե։ Վասնզի առանց ինձ բան չեք կրնար անել։ Շատ կարևոր մի բան է սա։ Առանց ինձ բան չեք կրնար անել։ Եթե մի բան Աստծո կամքով է հաստատված, այն հարատև պիտի լինի, որտև հեղինակը Սուրբ Հոգին է։ Եթե մարդկային է, պիտի քանդվի։ Հիշում եք, որ քահանապետները, որ պայքարում են Հիսուսի դեմ, նաև իր աշակերտների համար են ասում, չէ, ասում են, տեսեք, մարդիկ իրենց հետևից են գնում, Գամաղիել անունով մեկը կար, ասավ, սպասեք, եթե Աստծուց է, բան չեք կարող անել, եթե Աստծուց չէ, ինք իրեն կքանդվի։ Նա, որ ին վրաս հաստատված է, եւ ես նրա վրա, նա շատ պտուղ պետք է բերի, առանց ինձ մի բան չեք կարող անել։ Եթե մեկը ին վրաս հաստատված չէ, ահա, նա ճյուղիմը պես դուրս ձգված եւ չորացած է եւ կժողվեն զանոնք եւ կրակը կնետեն եւ կայրեն։ Եթե դուք իմ մեջս կենաք եւ իմ խոսքերն էլ ձեր մեջ կենան, ինչ որ ուզեք պիտի խնդրեք եւ պիտի լա ձեզի։ Խոսքիս մեջ կենաք, ես էլ ձեր մեջ կենամ։ Հետևաբար, մեր խնդրածը Աստծո կամքի համաձայն պիտի լինի, որպեսզի մենք սպասենք, որ այդ խոսքը իրականություն պիտի դառնա։ Բայց եթե մեր անձի ցանկություններն ենք Աստծուն ներկայացնում, խնդրում եւ ասում ենք Տերը չի պատասխանում, որտեւ Աստծո կամքի համաձայն չենք խնդրում։ Բայց եթե մենք նախ Աստծո թագավորությունը խնդրենք, եւ դրանից հետո հասկանանք, որ այս երկրավոր բաները անգամ չխնդրած Աստված գիտի մեր ամեն մեկիս պետքը, չենք ասում, որ չխնդրենք դրա մասին, բայց դրանք չդառնան մեր աղոթքի գլխավոր նյութը, այլ Աստծո թագավորությունը խնդրեցեք։ Ասով իմ հայրս փառավորվեցավ, որպեսզի դուք ալ պտուղ բերեք եւ իմ աշակերտներս լինեք։ Ուրեմն շատ կարևոր մի բարբերություն էր, որ կարդացինք, եւ այստեղ նշмарվեց Քրիստոսի վրա հաստատված եւ չհաստատվածները։ Ովքեր են հաստատվածները եւ ովքեր են չհաստատվածները։ Այստեղ բոլորովին էլ խոսք չկա աթեիստների եւ բացահայտորեն Աստված մերժողների մասին։ Խոսքը ճշմարիտ վերստին ծնունդ ունեցած հավատացյալները մի կողմ, որպես հաստատվածներ, որ կոչում են born again, վերստին ծնված, Աստծո խոսքից ծնված, Սուրբ Հոգուց ծնված, երկնքից ծնված, այս ամենը նույնն են, եւ հավատացյալի կերպարանք ունեցողների մասին է։ Մեկը, որ ասենք մտքի հավատացյալ է,
իր սիրտը չի փոխված, հավատքով Սուրբ Հոգին չի ընդունած, ուրեմն այս հակադրություն, այս կոնտրաստը կա։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, Տեր Հիսուսի պատմած առակներից մի քանիսը քննենք շատ ամփոփ ձևով, Մատթեոս 13-րդ գլխում, օրինակ, սերմնացանի առակը, նույն կոնտրաստը, հակադրությունը տեսնում ենք, պարարտ հողի մեջ ցանվածները ովքեր են, ովքեր որ ճշմարտապես այդ խոսքը ընդունեցին եւ պտուղ տվեցին։ Եվ սերմեր, որոնք ընկան ճամփի մոտ, լսողը լսում է, ուշադրություն չի դարձնում, սատանան գալիս է գողանում տանում է, պարապան է, կյանքը տապրի, արդեն կարճ է կյանքը, լավ ապրես, ծերության ատենտել չես ուրեմն զղջա, որ այս կյանքը ապրեցիր։ Սատանան խաբում է մարդկանց։ Այս կյանքն է, կեր խմի քեֆարա, շարունակ։ Հա, շատերի համար էլ աշխարհն էլ խալի է իրենց ոտքերի տակ։ Նաև ապարաժոտ տեղերը ընկավ։ Եվ նաև փշերի մեջ ցանվեցին, բայց այս երեքն էլ որևէ պտուղ չտվեցին, որովհետև այս աշխարհի հոգերը, նեղությունները ելան եւ խեղտեցին եւ անպտուղ մնացին։ Հիսուս պատմեց նաև ցորենի եւ որոմի առակը, որոմ անգլերենով ասենք tares, կամ ռուսերենով pleveli, հա, ճիշտ է։ Ուրկանով բռնված աղեկ ձկները եւ անշահ ձկները, բոլոր նշվածները արտաքինից նման են, բայց էության մեջ տարբերություն կա եւ Հիսուսի կողմից բացառիկ բացատրություն տրվեց։ Եկեք կարդանք Մատթեոս 13-րդ գլուխ 24-ից 30 համարները։ Ուրիշ առակ մնալ առաջ բերավ, անոնց ասելով, երկնքի թագավորությունը նմանեցավ մարդումը, որ իր արտի մեջ բարի սերմ ցանեց, եւ մարդիկ քնեին, թշնամին եկավ եւ ցորենի մեջ որոմն էլ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսավ ու պտուղ բերավ, անկետո որոմն էլ երևցավ։ Ուստի տանտիրոջ ծառաները մոտեցան եւ նրան ասին. Տեր, չէ որ դու քո արտիդ մեջ բարի սերմը ցանեցիր, ուրեմն որոմը որտեղից եկավ։ Նա էլ ասավ. Թշնամի մարդը եկած եւ արած է դա։ Ծառաները իրեն ասին. հիմա կուզես, որ երթանք զանոնք քաղենք։ Եվ Տերը ասավ. ոչ, չլա թե որոմը քաղած ատենին ցորենն էլ փրցնեք, այսինքն այդ էլ նրա հետ վերցնեք, թող տվեք, երկուքն էլ մեկտեղ աճին միջև հունցքի ատենը եւ հունցքի ատենը հնձողներուն պիտի սեմ։ Առաջ որոմը քաղեցեք, խուրց կապեցեք այրելու համար, իսկ ցորենը իմ ամբարներս ժողվեցեք։ Ուրեմն կարևոր համատություն էր այստեղ եւ շատ հաճախ խապուսիկ է այդ բանը։ Մեկի սիրտը չի փոխվել, բայց ինքը կարծում է, որ ինքը հավատացյալ է եւ լավ հավատացյալ է։ Բայց դրա համար նախապայմաններ կան, որպեսզի Սուրբ Հոգիով ինքը իրապես այդ կնիքը դրվի իր սրտի մեջ, այլապես նա Տիրոջը չի պատկանում։ Ուրեմն որոմը իրենից ինչ է ներկայացնում, սիրտը չփոխված քրիստոնյան։ Մենք ազգովի կարող ենք ասել հսկայական մեծ քանակության որոմ կա, որովհետև անունով քրիստոնյա են, բայց մեջը դատարկ է, Քրիստոս չկա, հոգիով չի բնակվում։ Սա ամենացավալին է։ Ուրեմն որոմը ոչ թե կանաչ ճյուղ է որդատունկի վրա, այլ չորացած, բայց Աստված միշտ հնարավորություն տալիս է։ Շնորհքի դուռը փակված չէ։ Մենք էլ մի ժամանակ այս կարգավիճակ ունենք, բայց երբ որ Տիրոջ եկանք, մեր կարգավիճակը փոխվեց, մենք հաստատվեցինք որպես կանաչ ճյուղ Քրիստոսի վրա։ Քրիստոսի շնորհքով մենք ապաշխարեցինք։ Ապաշխարությունը եւ ճշմարիտ իրական սրտի ապաշխարությունը հանդիսանում է բանալին այդ ամենի։
ամեն անգամ հարցնում են այդ ապաշխարել բառը ինչ է նշանակում, որպես բառ եթե վերլուծելու լինենք, աշխարհին հակառակ կանգնել, բայց ուրիշ բացատրություններ էլ տանք, որ ավելի հասկանալի լինի, ուրեմն ապաշխարել repentance անգլերենով կամ պակայանիե ռուսերենով, իսկ երբ որ դիմում ենք հունարենին մեթանոյա, ահա բացատրություն, մտքի և սրտի փոփոխություն Աստծո խոսքի ազդեցությամբ, մտքի և սրտի փոփոխություն, մի ժամանակ այս կյանքի հանդեպ մենք ինչպիսի վերաբերմունք ունենք, մեր գաղափարներ ինչպիսին էր, բայց Աստծո խոսքի ազդեցության կամ լույսի տակ մենք ուրիշ բան տեսանք, որ այս դատարկ անցողի կյանքը շուտով պիտի անցնի և կա Աստծո դատաստանը և մենք ապաշխարեցինք մեր սիրտը տվեցինք Տիրոջը։ Տիրոջը գալու առաջին նախապայմանը որն է, հավատալ, որ Աստված կա, առաջի քայլն է, այո, եթե մեկ Աստծուն մոտենում է, պիտի հավատա, որ Աստված կա, բայց սա դեռ շատ քիչ է, սա սկիզբն է միայն, որովհետև գրված է դևերն էլ են հավատում, որ Աստված կա, բայց չեն հնազանդվում, ինչ է պետք հավատալ, ասենք ում է պետք հավատալ, հավատալ, որ Հիսուս Աստված է, հավատում ես սիրելի հայրորդի, եթե հավատում ես, օրհնություն է դա, անցնենք առաջ, հավատում ես, որ Հիսուս մարդեղացավ քեզ համար, աշխարհ եկավ, որպեսզի խաչի վրա քո մեղքերի համար վճարի, հավատում ես դրան, եթե հավատում ես, օրհնությունը շարունակում է, եթե չես հավատում, այլևս կարող ենք ասել, որ չշարունակենք քեզ համար, որովհետև հավատ չունես։ Հիսուսի աշխարհ գալու մեծագույն նպատակը մեղավոր մարդկության համար զոհ և պատարագ լինելն է։ Հաջորդ քայլն է գալիս, ընդունենք մեր մեղավոր վիճակը։ Եվ Աստված իր դրած բարոյական չափանիշներով, օրենքով մեզ ապացուցում է, որ մենք մեղավոր ենք։ Ոչ միայն տասնաբանյան, ոչ միայն մի այդ սուտ խոսալով արդեն մեղավոր ես դառնում, այլ նաև եթե պարապ տեղը ընկերոջդ անմիտ ասես, մարդասպան ես դառնում, Հիսուս այդքան հոգևորացրեց օրենքը, որը մեկը չասի, ես օրենքի պատվիրանները պահում եմ, ոչ մի բանի պետքություն չունեմ, Աստված համայն մարդկությանը հռչակում է մեղավոր եք և այնքան եք մեղքեր գործել, որ մեղքի լուծի տակ մեռացեք, ծանրացած է այդ մեղքերը ձեր վրա, բայց երբ որ սրտանց իրական, կոտրված սրտով, խոնարհությամբ ապաշխարում ենք, ասում ենք, Տեր Հիսուս, ների իմ մեղքերս, դու իմ Տերս ես և իմ փրկիչս ես, իմ կյանքիս առաջնորդը եղիր, Աստված սրտերը քննում է և այցելում է, Սուրբ Հոգով կնքում է և ահա այդ ժամանակ մեկը չորացած ճյուղից դառնում է կենդանացած ճյուղ Քրիստոսի վրա հաստատված։ Եվ Աստծո առջև որևէ կապ չունի մեծ կամ փոքր մեղքեր։ Մեկ մեղքը եթե մարդուն դարձնում է մեղավոր, այդ մեծ մեղքերն էլ շատ մեղավոր է դարձնում, բայց բոլորն էլ Հիսուսի պետքություն ունեն։ Եթե ոմանց մեղքերը շատ ավելի մեծ են ու նա Քրիստոսին է գալիս, գրված է, որքան մեծ եղավ մեղքի գիտակցությունը, այնքան Աստծո շնորհքը ավելի շատ եղավ այդպիսիների վրա։ Այդպիսիները ավելի են հասկանում, թե ով են և հիմա այդ վիճակից Աստված իրենց ինչ դարձրեց։ Աստծո որդու կոչումը տվեց։ Ուրեմն սիրելի հայրորդի, էլ ինչ է սպասում, ապաշխարի, Հիսուսին հրավիրի քո կյանքիդ մեջ, սրանից է կախված քո հավիտենականությունը, գալիք ապագան և նաև այսօրվա օրը, քո ուրախությունը կատարյալ կլինի, քո մեջ եղած խաղաղությունը մեկը չի կարող վերցնել, որովհետև դա Սուրբ Հոգու տվածն է, քեզ նետի Հիսուսի ձեռքերի մեջ, մարդացյալ Աստված, որ երկինք ու երկիր է ստեղծել, որ այնքան երկնքից խոնարհեց աշխարհ եկավ քո փրկությանդ համար,
ապաշխարի սիրելի հայրենի, քանի դեռ ուշ չէ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Տերը ուզում է մենք ոչ միայն հոգևորապես հարատև կանաչ մնանք, այլ նաև փարթամանանք։ Կա կանաչ ճյուղ եւ կա ճյուղ, որ ավելի փարթամ է, չէ՞։ Վրան տերևներ կան, պտուղը կա, չէ՞։ Տերը ուզում է, որ մենք փարթամանանք եւ այս բառը անգլերենով ով գիտի, lush, L-U-S-H, lush, ռուսերենով պիշնի, հա, փարթամ, բայց ինչ է նշանակում հոգևոր փարթամ, հոգևորապես լեցուն, հոգիով լեցվենք, ինչպես լեցվենք, ասենք Տեր Հիսուս մեզ երկնքից լցրու, այսպիսի սխալ աղոթքներ անողներ կան, եւ սպասում են, որ Աստված էլ երկնքից դույլով իրենց պիտի լցնի, դա մեր պատասխանատվությունն է, ուզում ես հոգևոր փարթամություն, հոգիով լեցուն լինել, այս գիրքը Աստծո խոսքը, քո ամենօրյա ընթերցանությանը գիրքը պիտի լինի, Աստծո խոսքը ամենօրյա քո ականջների լսելու խոսքը պիտի լինի, որպեսզի մեր մտքերը փոխվեն, մեր սրտերը փոխվեն, որպեսզի իրապես հոգևոր փարթամության հասնենք։ Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեզանից ամեն մեկից է կախված, որքան ենք մենք ժամանակ տրամադրում դրան։ Աստծո խոսքի շտեմարանը բաց է, վերհաուզները բաց են, Աստծո խոսքի, որքան ուզես սնվի, անսահմանափակ հոգևոր կերակուր կա, միայն թե հոգևոր անօթություն և ծարավություն ունենաս, եթե ունենաս և քայլ անես լեցվելու Աստված քեզ կլեցնի, Սուրբ Հոգու միջոցով և իր խոսքով, Տերը տա, որ մենք ոչ միայն որպես կանաչ ճյուղ լինենք, այլ նաև այդ ճյուղը փարթամացած լինի։ Այսօր մենք խոսեցինք կանաչ գույնի մասին, Տերը կամենա հաջորդ անգամ մեկ ուրիշ գույնի մասին պիտի խոսենք, կարող եք ենթադրել, չեք կարող։ Ուրեմն հաջորդ անգամ, երբ որ հանդիպենք, այն ժամանակ կիմանաք, Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Աշխարհի պատասխան